Նախագահ Այդ նույն հարցն է։ այո, հետո շարունակել Իհարկե հորինված է։ Չի եղել ընդհանրապես նման խոսակցություն։ Ես նույնիսկ այն ժամանակ մենք հայտարարել ենք, որ դա արհեստական բանականությամբ ենթադրում եմ ստեղծած խոսակցություն։ Պարոն նախագահ, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի վարչապետ երաշխավորել է այդ խոսակցության իրական լինելը։ Այսօր Գիտեմ, ինքը եւ խոսխանձող է, եւ ամեն ինչի փորձագետ է, եւ մսով ճաշ էփող է, եւ ամեն ինչ է ինքը։ Եթե նաեւ ինքը դրա փորձագետն է, ինչ ասեմ։ Ես կրկնեմ, ազատությունը այստեղ չէր, ուղղակի Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում։ Իսկ կապով դուք երբևէ խնդրել եք աջակցություն Վլադիմիր Պուտինից, որ ձեզ օգնի։ Ինչի համար աջակցություն։ Մի հատ կարող եք բացատրել ինչի համար աջակցություն։ Մի հատ ասեք ես էլ հասկանամ ինչի մասին է խոսքը։ Աջակցի ձեզ, որ ընտրեն շատ եւ Որ ինչ դառնաք հաջորդ ղեկավար, ինչ որ կերպ աջակցի, որ դուք դառնաք հաջորդ նախագահ։ Օրինակ, կամ ինչով կարող է աջակցել։ Ես չգիտեմ, դուք ասեք ինչով կարող աջակցել։ Դուք չգիտեք։ Իսկ եք համարում թե ես պիտի իմանամ, որովհետև դուք ինձանից ուզում եք, որ ես աբսուրդային ինչ որ իրավիճակներ բարձրաբանեմ, տվյալ դեպքում մի հատ ուղղակի հուշեք։ Ասելա որ ինձ օգնի, որ ես փախնեմ, հա, թե ինչ ասեմ։ Տարածված ձայնագրության ձեր ձայնով իբրև թե ներկայացվում է, որ դուք եք Վլադիմիր Պուտինին խնդրում եք, որ ձեզ օգնի անխոչնդոտ Հայաստանից հեռանալ։ Հեռանալ թե մնալ։ Ես կրկնեմ, քանի որ ազատությունը ստեղ չէր, նաև հատուկ ձեզ համար եմ կրկնում։ Ես գնալ գալու արգելք չունեմ եւ շատ վաղուց։ Եվ տարեկան մի քանի անգամ բացակայում Հայաստանից։ Եվ եթե իմ նպատակը գնալ հետ չգալն է, ես ինչի պետք է այդ նպատակից օգտվելու համար այդ հնարավորություն ունեմ դիմեմ Ռուսաստանի նախագահին։ Աբսուրդը հիմարությունը պետք է գոնե ինչ որ մի ֆրեյմի մեջ տեղավորեն, որը տրամաբանված պետք է լինի։ Պարոն Քոչարյան, ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, ասեմ, հռետորաբանության փոփոխությունը Ռուսաստանի մասին, կամ օրինակ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը երևի ճիշտ է այսպես ձևակերպել, նա ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու, նա ասել է, որ կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Վլադիմիր Պուտինին ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ Պուտինը ունեցել է, իսկ ինքը մոտ 200 հեռախոսազրույց է ունեցել, այսինքն ընդդիմությունը մեղադրում է, որ նա Ռուսաստանի դեմ քայլեր ու հայտարարություններ է անում, բայց Փաշինյանն ասում է, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Դուք ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը։ Դուք լրագրող եք։ Մայիսի վերջին պետք է քննարկել։ Ճիշտ է, դուք լրագրող եք։ Վստահ եմ, որ դուք հետևում եք process-ներին։ Եվ ձեզ ուղղակի միգուցե հուշեմ, միգուցե ուղղակի հիշեցնեմ, ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններով է հիբրիդային պատերազմ, ինչ ասես որ չեն ասում։ Հետո երրորդ օրը, հաջորդ 2 օր ասում են մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է եւ այլ։ Հետո էլ ինչ որ մի ռուբիլնիկա մի անում, հետո եւս 3 օր գրոհում են ամբողջ թիմով Ռուսաստանի վրա։ Հիմա ինչի համար են անում։ Ես չգիտեմ։ Դուք ուզում եք, որ ես ինչ որ հիմարությունների բացատրություն տամ։ Հարցրեք հեղինակին, թե ինչի են 3 օրը հակառուսական հայտարարություններ, ոնց որ բզեն, հետո 2 օր, չէ, մենք լավ ենք, մենք պայմանավորում ենք եւ այլ, հետո եւս այդ ցիկլի մեջ։ Դուք կապ տեսնում եք Ռուսաստանի ղեկավար այսպես մարմինների, այսինքն Վարսաշյան Պաշտոնյաների հայտարարությունների, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության հարցը պետք է քննարկեն։ Դուք տեսնում եք կապ այդ վերջին օրերի ավելի կոշտ հայտարարությունների ու Նիկոլ Փաշինյանի այս խոստովանության միջև։ Վարշապետը այսօրվա անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի ԵԱՏՄ-ի հետ կապված։ Իրեն ասում են, որ անհամատեղելի է։ Մեկը ասում են, չէ, անհամատեղելի է, բայց դուք սենց զապասկա եք, մենք երբ ուզենք դուրս կգանք, բայց հիմա մենք այդ ամենից օգտվում ենք։ Եթե նման բան, որը մեկը ասի Միացյալ Նահանգների նկատմամբ, դուք պատկերացնում եք ինչ հետևանքներ կլինի։ Օրինակ մեկը Տրամփին ասի, գիտես, հիմա քո հետ շփվում ենք, այնքանով ինչքան որ պետք է։ Վաղը որ որոշենք, որ դու մեզ պետք չես, մենք քեզ կոպիտ ասած գցելու ենք։
հետևանքները կարող եք պատկերացնել։ Հիմա Ռուսաստանը հսկա երկիր է, մեծ ամբիցիաներ է։ Երևի աշխարհի հզոր երկրների երրորդն է իր պոտենցիալով։ Ռազմական պոտենցիալով երևի առաջի երկրորդ, տնտեսական պոտենցիալով երրորդ։ Կարելի է նման կարգի հարաբերություններ կառուցել նման ոչի մեջ Ռուսաստանի հետ։ Եթե դու մտածում ես Հայաստանի մասին։ Եթե չես մտածում, որ ինչ որ տեղից քեզ բրդում են եւ դու պետք է դուր գաս ինչ որ մինտեղ, հետո փորձես սվաղես այդ ամեն ինչը Ռուսաստանի հետ, հետո էլի դուր գաս 2-3 օր ասած ատրաբոտ կանես կոպիտ ասած, այլ խնդիրներ չի կարող։ Վերջը այդ գինը տալու է մեր ժողովրդին։ Ինձ թվում է հերիք, ինձ թվում է բոլ-բոլ։